Հիմա ես ասեմ, որ ընդդիմադիր դաշտի մեջ կան ուժեր, քաղաքական ուժեր, որոնց միջև հակասությունը ավելի խորն է, քան այդ ուժերի եւ ԿՊ-ի միջև հակասությունը։ Հա։ Այդ վիճակներ կան։ Բայց բոլոր դեպքերում մեր ձեռը շարժում ուզում է երկիրը փրկել։ Ես կյանքում մենակ մի բանից եմ վախենում։ Լուրջ նայեցին, բա ինչից ես վախենում։ Սի լուրջ եմ ասում, ակազների տող արեք։ Ես վախենում եմ վախենալուց։ Ու դա եղել է իմ սկզբունքը։ Ես մի հատ քառատող էի գրել, նաև իմ տղերքի համար, դες մի քիչ անձնական խոսենք մինչև հանենք։ Իշխանն էլ է գրում քառատող է։ Բացի լիսատիտիկ հավաքելուց սա ձեր արածներից արել եմ։ Օրինակ տղերքին դուխ տալու համար դե ինչքան չլինի հրամանատար, սիզվաշտի հրամանատարի տեղակալ եմ եղել։ Գրել է այսպես. գիտիր կյանքում ամեն վարքյան, կյանքն ու մահը խաղ են անում։ Երնեք նրան, ով ես կյանքում մահվան ահից չի սարսափում։ Հիմա ոնց կդառնա, ոնց չի դառնա։ Խոսքը դրա մասին չի, ես գաղափարն եմ։ Վերջը այդ պդիմի, բայց բանա, այդ նրան ճանապարհա պետք է, ինքը իրան չի գա այդ օրը։ Գուցե, բայց դա է ճանապարհը։ Ես մի անգամ զուտ անձնական զրույցի ժամանի Նիկոլի հետ հողոն գիտի, ես իրան ասի կադրային քաղաքականությունից շատ դժգոհ եմ։ Մի 3 տարի առաջ է, 21 թիվն է, 22 թիվը կարդ է չկար, չէ, էդի վաղուց էր, որ ինձ բան արեց, ասի ես քո հետ խոսալու բան ունեմ, առանցին կանչեց, գնացինք խոսալու, ես իրան ասի խորհուրդ եմ տալիս, մի խորհուրդ եմ ուզում տալ, ասեցի չէ, ասի ուրեմն բացահայտ մի ասա, բայց ում որ բարձր պաշտոն պետք է տաս, բարձր պաշտոն, համապետական մակարդակով, խոսքի մեջ բացահայտի քեզ համար, այդ գաղափարն ասա դու հայրենիքդ ես շատ սիրում, թե որն է քեզ համար սրբություն, հայրենիքդ թե ընտանիքդ, որն է, երկուսն էլ սրբություն են, որն է առանձնայինը, եթե ինքը ասի, որ ընտանիքը, նրան բարձր պաշտոն չտաս, ես չեմ ասում, որ այդպես մարդուն պաշտոն չտաս, բայց նրան բարձր պաշտոն չի կարելի տալ, նրան նախարար չի կարելի նշանակել, մարզպետ չի կարելի նշանակել, վարչության պետ չի կարելի նշանակել, նրան պատասխանատու, որ ուրիշների ու հայրենիքի ճակատագիրը որոշում, այդպես մարդը բարձր պաշտոն պետք է չստանա, այդպես մարդը թող իր համար որտեղ ուզում է, իր համար աշխատի, իր ընտանիքը սրբորեն պահի։ Դրա մյուս կողմն էլ կա։ Ընտանիքի ղադրը չիմացողը պետությանը չէ իմանը։ Մեկն հակառակամիտ է։ Ես Հակոբ Ասլանյանի կողմից եմ։ Ընտանիքն է։ Պարապտումը սկսել։ Հələ դաժե առաջները ես եմ, ոչ ընտանիքը։ Այո։ Դուք вообще հակառակի։ Մեր շարքերում ընտանիքի կողմից չեք գտնի։ Ես առաջին մարդ եմ, կենթանի, ով սիրում է ուտել, տաղտել, քնել, հանգստանալ, հետո նոր ամուսին, ընկեր, հայր, Վերջում է նոր հայրենիք։ Չէ, չորսը հայրենիք։ Դրա համար քեզ գնդակահարել է պետք։ Ես քեզ զինվոր չէի վերցնի ինձ մոտ։ Ընդեր։ Հələ դու ջոկատ ես ղեկավարել։ Կարևորը բարձր պաշտոն չտա։ Մի տանիքը փրկե, մի տանիքը պաշտպանեն։ Ջոկատը ղեկավարել։
Ուրեմն քեզ ասեմ։ Մի րոպե։ Մենք ոնց որ ավելորդ լինենք, չէ՞։ Ես դեռ կողմից։ Չէ։ Ոչինչ։ Մենք ունենք Սաուսը ցողական է։ Սա կներես։ Նախ շնորհակալություն որ մի ժամանակ գտաք, երկրորդ մի փոքր լրացած եք դրանից իհարկե։ Մենք ենք շնորհակալ։ Որպես բանա նաև հավաք, որովհետև երբ որ առաջի անգամ ես կամ դեր հասածությունը նայեցի հետո, երբ որ հասկանան ասես որ բանա ջայր երիտասարդներն տակի գաղափարով են հանդես գալիս եւ ահագին մոտ ամեն գաղափարները դա։ Եվ կամ դրական չի հասի կամ մեզի հաշվի չեք արել որպես Համարը չունի։ ինչ-որ բան արժեքով մարդիկ, ասեք թումնա։ То ищи, то всегда найдет։ Վերջը, հիմա այդ անցած Չասես դες բան։ Անցած этапը։ Եթե կարելի է, բանա, մի 3 րոպե մատնել նորից թարմացրեք։ Հա, բանոց, թարմացման պատասխանատուն արամն է, մենակ երկու խնդրենք, էլի։ Հենց մենք իմացել ենք հնարավորություն կա ձեր հետ շփվելու մի անգամ ուրախացել ենք։ Ինքնուրույն որ ասել եմ հա մանենք եկե ճանապարհ, այդքան շատ ման չենք եկել։ Մի քիչ մանենք էլ ենք, այդքան շատ չէ։ Էլի շնորհակալ։ Մեկը 3 անգամ եք արագ երիտասարդ ասեք, բայց հա մի ասեք, էլի մեզ տարբեր տեղերից երիտասարդ են ասում, չարացնում են։ Այս գործում օրինակ կռվիվախ երիտասարդ չկար, չէ՞, ով կռվում էր։ Բայց ուրախ պետք է լինես, որ ասում են երիտասարդ։ Նախանձում ենք ասում։ Երիտասարդ եկնիկացներ մեզանից երիտասարդ, բնականաբար։ Հա, չասենք, բայց 3 անգամ կարակ ասեք, 3 անգամ ուրախ։ Լավ, դառնում է պիտակավոր։ Բանալը հիշացնում ուղղակի գիտեք ահագին, որտեղ ես երկու հարցազրույց նայել եմ ձեր հարցազրույցներից, ահագին ում պատկերացումը, բայց բոլոր դեպքերում կար չէ՞ որ ավելի ոնց որ շատ կար, միտքը կանում է հետևյալը։ Մենք փորձել ենք սարքենք հարթակ, պլատֆորմ, որը ունի մի նպատակ։ Այդ նպատակը նենց անել Հայաստանի Հանրապետությունում ընտրությունները լինեն արդար։ Փոխենք ընտրության կանոնները, հետևյալ կանոնները, կայուն մեծամասնությունը չեղարկենք, ընտրական շեմը 4%-ից սարքենք 1% ու ավելացնենք բոլորին դեմեմ քվեաթերթիկը։ Այս փոփոխությունները անենք ու նոր ընտրություններ դնենք։ Ну, չեմ ասում, նպատակ երազակի մարդու չէ նպատակ։ Բան Նիկոլ Փաշինյանի վերարտադրությունը թույլ չտանա, չէ՞, որովհետև դուք չեք վստահում իրաց հարցազրույցը, այդպես հասկացա, անողին թողանեին, այդպես հասկացա, հետևաբար խանգարողը Նիկոլ Փաշինյանն է, այդպես բան եք անում, չէ՞։ Ինքը պետք է հեռանա։ Մի հարցեր։ Կներեք, բայց մենակ Նիկոլ Փաշինյանը չի, մենք չենք վստահում ոչ մեկին, մենք պիտի անենք դա։ Այսինքն ոչ Նիկոլ Փաշինյանը պետքա վերարտադրվի, ոչ էլ իր տեղը պետքա գա, օրինակ Սամվել Կարապետյանը անի այդ փոփոխությունները։ Այդ փոփոխությունները մենք պիտի անենք։ Եթե քեզ թվում է, կներեցեք։ Զուտ որ դիով ասեմ։ Եթե քեզ թվում է, դες ջղան աշխարհով դες խոսում ես, բանեսան մի հատ տելևիզորով դες խոսած եւ տարբերություն կունենաս լսարանների վրա, դա սխալվում է։ Ձե հանդեպ ջղան չի տարին տենց Զոտ ուզում եմ հստակեցնել, որովհետեւ բոլորին դեմ եմ քրեատիվ բոլորին դեմ եմ մտցնեն։ Ասենք թե գալիս են, դուք եթե անում եք որպեսի մարդը քաղաքացին ազատ լինի իրականության մեջ, այդ նպատակն է հետապնդում։ Թե օրինակ եմար ասում եք, եթե պատկետ եք ավելացնում, եթե 15% ասես բոլորին դեմ եմ, 25%։ Դե խոսքի մաս, խոսքի։ 15% ասես բոլորին դեմ եմ, ապա դրությունները չեղարանում։ Այդ բանկը Իրանց մոտ բոլորին դեմ եմ, կա, էս ասել։ Ուղղակի տենց արտահայտվելու ձև չի, թե չէ տենց մնում ենք տունը կամ գալի թերթիկը ճղում արտահայտվենք։ Բոլորին դեմ եմ ժամանակին եղել է, հետո հանել են մի 20 տարի առաջ։ Մեր պատկերացած բոլորին դեմ եմ չափով դադարք մանդատներ պետք է լինի խորհրդարանում։ Իսկ եթե կեսից ավել հավաքեց, ավտոմատ այն մնացածով չեն կարալու 50+1% կառավարություն կազմեն, նոր ընտրություն բռնեն։ Աղազարյանը ասաց չէ, 25% եք բոլորին դեմ 25 դադարք տեղ է մնում։ 25 դատարկ տղա։ Այն 75-ով իրար Էս չի ասում, հետագայի համար ասում։ Երբ որ մենք վերականգնենք վանդակը։ Խոսքը դրա մասին չի։ Դրված է որոշակի քվոտա սահմանափակում, որ այսքան տոկոսը բոլորին դեմը ստանալու դեպքում ընտրությունները չեղարկվում են։ Պլյուս 1 ձայն ստանալու դեպքում 50% պլյուս 1։ Եթե մարդիկ 50% է եկել բոլորին դեմ եմ եկել, Ինքը իվարական էլի, ինքը ոչ թե տենց դրված, այլ նայեք բոլորին դեմ 1%-ը մի տեղ առաջացնում, չէ՞ խորհրդարանում։ 20% բոլորին դեմը 20%-ը առաջացնում։ Եթե այն տակի մնացածը իրար հետ կարան բոլորով կոալիցիա կազմեն, իշխանություն կազմեն 80-ով կանեն։ Իսկ երբ որ բոլորին դեմը 51 է լավ, իրենք ոնց է միավորվեն 50%-անոց չեն կազմի, չէ՞ որ վարչապետ ընտրեն։ Ոնց որ ավտոմատ չի լինում։ Բայց այդտեղ հոգեբանական մի բան կա, տղեր ջան։ Ասեք։
Դա իմ կարծիքն է, իմ վերլուծություններն է։ Հիմա նայեք, բոլորին դեմ եմ։ Հա։ Ինչ մասսա ենք մենք ունենում։ Մարդը գալիս է, ասում է, բոլորին դեմ եմ։ Хорошо։ Ամենալավ միջոցը դա է։ Երբ որ մարդը գալիս ասում է ես բոլորին դեմ եմ, ու պատասխանատվություն չի վերցնում իրականում երկրի հետագա ճակատագրի համար, որովհետև ես սենց եմ մտածում, դա իմ անձնականն է, նույնիսկ Ազարյանի հետ մենք էդի լրջորեն չենք էլ քննարկել, ճիշտ է թե չէ։ Հա։ Ես որպես հոգեբան եմ նաև ասում, մարդկանց 50%-ը չէ, ենթադրենք, 40%-ը գալիս ասում է ես դեմ եմ։ Դու ազատում ես մարդուն պատասխանատվության զգացողությունից, որովհետև մարդը ամենալավ ձևն է գտել, գալիս է ասում է բոլորին դեմ եմ, վերջացավ գնաց, այսինքն իր համար նշանակություն չունի այս երկրի ճակատագիրը։ Եվ մի րոպե, երբեք ոչ մեկը 50+ չի հավաքի։ Ես Այդ է կարևոր մյուս մասն, արձագանք եմ ձեզ, տեսեք։ Այսօր էլ 50%-ը բոլորին դեմ եմ արտահայտվում է չգալով, իրան որ փողոցում բռնում հարցնում ես, ինքը ասում է ախպեր ես չեմ ընտրել, թե ում ընտրել են, դու ես ընտրել, գնա տերեղի, այսինքն իրանք դրսևորվելու ձև ունեն։ Մենք ընտրել ենք այն ձևը, որ 7 հոգի ճարենք ընտրող մեկը իշխանություն ձևավորվի։ Դա նորմալ չի մեր կարծիքով։ Մեր կարծիքով իրական իշխանություն պետք է ձևավորվի։ Եթե այնքան են համահանել համայն քաղաքական դաշտի ներկայացուցիչները, որ 72%-ը չի ուզում գնա ընտրության, այդ պետք է երևա։ Ոչ թե սահմանենք 17 հոգով ասենք դու ես վարչապետը, մխիթով գնա։ Այս ասած ոնց է բանը աշխատում։ Դու քաղաքական ուժի բանը նպատակը որն է, ինքը պետք է գնա ժողովրդին, համոզի, որ լավ առաջարկ է բերել, որ ովիտ ասած ժողովուրդը գնա ընտրի, օգտվի այդ մարդկանց քաղաքական ծրագրից։ Այսինքն, չգիտեմ, եթե պայմանական բիզնեսի վրա բերենք, դու պետք է իրան կարողանաս լավ առաջարկ տաս, ինչ որ ասենք, չգիտեմ, մրգի խանութս, պետք է թարմ լինի այդ միտքը, որակով լինի, չէ՞։ Հիմա ինչ կապ ունի, ուզում է ընդ փչացած միրգ դնեն, մեկը եթե երկու հոգի մարդ կա, որ գալիս է այդ միրգը առնելու, վсё, արդեն դա առնվեց։ Մենք ասում ենք, չէ, ոնց որ եկեք այնց իրավիճակ ստեղծենք, որ քաղաքական ուժերը ժողովրդի ձայնի համար, ոչ թե իրար կռիվ տան նրա համար, որ այնց վիճակ ստեղծեն, որ ես զզվեմ գնալու ընտրության, այլ այնց վիճակ ստեղծեն իրանք, որ իրանց համար մենք գնանք ընտրենք, կամ եթե շատ վատ կպային, ես զզվելով իրանցից կգնամ իրանց սաղին դեմ կգվյարկեմ։ Շատ լավ։ Հիմա դուք ձեր ծրագիր իրականացնելու համար մասնակցում եք կուսակցություններ գրանցում։ Արդեն գրանցված է բոլորին դեմ եմ ժողովրդավարական կուսակցություն։ Գրանցված կուսակցություններ եւ մասնակցում եք ընտրություններին եւ հավաքում եք։ Մենք ասում ենք, ընտրեք, ծրագրով է գալիս։ Հա, վсё, 100 օրով։ 100 օրով ու այդ ծրագրով։ Ավելի, եթե մենք չար ենք կլնում, որոշում ենք իրանց գցենք, մենք փոքրամասնության վարչապետ ունենք, որը համ կվարկաբեկվի, համ պրոպկի պես կթռնի, կար ժամանակ հետո, այսինքն պետք չի մեր ազնվությանը հավատան, լծակները ճիշտ է սարքած։ 90%-ը մեր ճանապարհային քարտեզը համընկնում է ճանապարհային քարտեզի հետ։ Մենք կարող ենք կողմեր ունենք, որ այս բոլոր այդ ձևի բան մտնի, բանի հետո մենք կարող կողմերնենք, հա, բանել ենք կողմ, բնականաբար Զարու ասենք կողմ ենք։ 3-ից 4 ամսվա։ Չէ, բանը բանկարի մեծամասնությանը կողմ է։ Արոն Ասլանյանը արդեն կողմ է։ Բաշեմը, շեմը ինչ հասնել է։ 1% շեմը։ 1%-ը լավ չի, քիչ է, շատ է քիչ։ Գոնե մենք խոսել ենք, հիշում ես, չէ՞, ասում ենք 2%։ 1%-ի դեպքում մի հատ բալամուտ կստացվի։ 1%-ը այնքան կլծվեն, կմանրանա, որ կսկսվի մեր հայկական Մի հատ արձագանք եմ էլ, եթե նախ, եթե պարզվի շատ վատ էր 100 օրից էլի փոխելու ենթակա կարա լինի ներսի ժողովրդով։ Այսինքն եթե պարզվի շատ սխալ ենք մենք, ընտրությունը լինի 100 օր հետո այդ ձեր ասած վիճակը լինի։ Ներսի հավաքվածներով են, որ պետք է 100 բան է դզեն, որտեղ մեր հիմքն է դզում։ Կարան հետ փոխեն երկու։ Օրինակ ես կարծում եմ մեկը լավ է, անկախ մեր խաչաձև իրար հայացքներից, ոչ մի սահմանափակում չկա ձեր մտնելու կամ իմ մտնելու, այսինքն մեկը դուռը չպետք է բացի։ Դուք կայքում ուր մտնելու։ Կուսակցության անդամ դառնալու, առաջադրվելու ոչ մի կանոնակարգ, որ
մենք ձեզ պետքա համաձայնենք նոր գաք, չկա։ Կայքով կարող եք դուք դառնաք անդամ, կարող եք չգայիք է, ասեիք Կարեք նույնիսկ մեզ հակալնեիք, ասեիք, ես ձեզնից ավելի բոլորին դեմ եմ, ձեր փաստաթուղթը ստորագրում եմ, որ չեմ հայոյի բռնություն չեմ անի բան, որտեղ մենք դրան դեմ ենք։ Ու գայք առաջադրվեիք, ես իմ առաջի տեղը դուք դառնայիք։ Այսինքն ինքը ամբողջությամբ բացա բոլորին դեմ քաղաքացիների համար ու թույլ է տալի իրար հետ տարաձայն քաղաքական հայացքներով մարդիկ այստեղ գործեն։ Մեր առաջարկությունը հետևյալն է։ Ուրեմն ձևավորվում է նախընտրական ճակատ։ Ճակատի մեջ մտնում են դաշիկներ կամ կուսակցություններ, որոնք հայտ են ներկայացնում մասնակցության ընտրություններին, որոնց նպատակներից մեկը բանն է։ Կարևորագույն նպատակը Նիկոլ Փաշինյանի վերարտադրությունը թույլ չտալն է։ Հիմա ես ասեմ, որ ընդդիմադիր դաշտի մեջ կան ուժեր, քաղաքական ուժեր, որոնց միջև հակասությունը ավելի խորն է, քան այդ ուժերի եւ ԿՊ-ի միջև հակասությունը։ Հա։ Այդ վիճակներ կա։ Բայց բոլոր դեպքերում մեր ձեռը շարժում ուզում է երկիրը փրկի։ Ապրել իրա, երեք բիզնեսմեն էին, այսօր երկիրը փրկող են։ Դա ուրիշ խնդիր է։ Հայաստան դաշինքը ուզում է երկիրը փրկի։ Մենք ուզում ենք Նոյան տապան ուզում է փրկի։ Նոյան տապան ուզում է երկիրը փրկի։ Դոգը Պաուլ Հարիկյանն արդեն ուզում է երկիրը փրկի։ Շատ լավ։ Փրկի։ Բոլորը Ինչ եք բրգում, մի խանգարող հանգամանք ունենք, դա Նիկոլ Փաշինյանն։ Եթե բանավեճի մեջ եք մտնելու, եթե կարելի է զուտ սա հասկանամ նոր, էլի, այսինքն ճիշտ եմ հասկանում, որ դուք ուզում եք ինչ-որ կուսակցությունների, ընտրությունների մարդկանց մասնակցող ճակատ ստեղծեք, ովքեր որ ստորագրում են ինչ-որ հուշագիր, որ եթե ինչ-ինչ պայմաններում ստեղծվի ժամանակավոր կառավարություն, մենք բոլորս այդ ժամանակավորությունը ենք լնելու, հիմա ստորագրում ենք ու մենք առանձին կամ իրար հետ ինչ-որ ֆորմատով գնում ենք մասնակցելու։ Համարյա թե։ Ամենից մեր գաղափարներով։ Համարյա թե։ Իսկ ողի համարյա։ Դե որովհետև ասենք շատ ավելի աշխատանք պետք է արվի, ավելի լավ գոնե մի քիչ մեծ խմբավորումներ լինեն, որ բոլորն էլ անցնեն։ Այդտեղ չլինի, որովհետև փոշիացումը այն մենք հիմնական բաներից մեկը պետք է լինի փոշիացման դեմն առնելը։ Դա է կարևոր, իհարկե։ Ամսի 14-ին մեր բանն էր, կուսակցության համագումարը պետք է լիներ, համաժողովը, որ պետք է ներկայացնենք, բայց դիտավորյալ նաև չդառնանք, որովհետև արդեն որոշել ենք, որ միավորվենք, էլի իմաստ չուներ։ Բա լավ, ասենք հիմա ձեր վրա դեպքում չի նորինակը բերել։ Հիմա ասենք մեր վրա բերեմ օրինակը։ Դավայցե։ Ասենք եթե մենք ուզում ենք միանալ ձեզ։ Ոնց եք միանում։ Էսա այդ եմ ասում։ Այսինքն ընդամենը գալիս ենք ստորագրում ենք այդ հուշագիրը, այսինքն դա լինում է էլեկտրոնային տարբերակով, ընդ որում դա չի սահմանափակում ձեզ խոսալ առանձին, բայց ոչ թե բոլորին դեմի օրակարգում, հա, ենթադրենք հյուր ենք անչեն, նաև ձեր հետագա անելիքների մասին։ Հասկանում եք, չէ՞։ Այսինքն Կաշկանդված չէ։ Այսինքն մենք այսօր պայմանավորվում ենք այս կետը պարտադիր է, դրանից հետո բոլոր մյուս կետերը ազատ ենք։ Այո, մենք իրար հետ միավորվում ենք, սա անենք մեր հիմնական ծրագիրը, սա է մեր բոլորիս առաջնային։ Բայց այդ ընթացքում նորմալ է դուք պատմեք ձեր հետագա ծրագրերից ու դուք էլ մարդկանց էլ ասում եք որ 100 օրից հետո մենք իրանցից բաժանվելու ենք, եթե մեր ծրագիրը անենք։ Կարող է չբաժանվենք, բայց ոնց որ ձեր ծրագիրը չեք ստորադաշում, չեք հրաժարվում, ուղղակի սա որպես ճեղքում դիտարկում եք, շանս առաջանա լսելի լինել։ Այդքան բան։ Ոնց որ դառնում է ձեր համար բոլորին դեմը, ինչ որ մի հատ ճանապարհ գործիկ, հարթակ, ձեր այսպես ասած սուվերենությունը ամբողջովին պահպանում եք։ Մենք խոսքից դեպի լիներ, հենց հիմա օրինակ ստորագրենք էդի ու ասենք բանը գար հասնեն ընտրություններին, բազվել է ճակատի մեջ, մենք ենք ու դուք եք։ Եվ մտնում եք խորհրդան եք Հիմա հարց ունեմ ես։ Հավատում 12% տանում եք, ձեր ասած գիծու տանում ենք։ Նայեք, հիմա երբ որ մենակ բոլորին դեմ կուսակցությունն ու մաս կուսակցությունն է, իմաստը որն է երկու առանձին կուսակցությունով գնալու։ Մենք ռիսկային առնելու համ ձեր համար, համ մեր համար, այն դեպքում երբ որ մեր օրակարգերը իդենտիկ են, իմաստը որն է։ Վերջի պահին, եթե մենք չէ, մայիսի 5-ին, Չմասնակցելու վերջի կետը էլի։ Այսինքն 20 չէ, դա էլ ասում։
Մայիսի 25-ին։ Վերջը 20 մայիսի 25-ին օրինակի համար մենք կարանք բանանենք, մտածենք, մենք ասենք Մեր ձայները Բայց դե դուք դա մեր ցուցակում չեք գտնելու, եթե այդպես բան անեք։ Հա, բայց կապ չունի իր համար։ կապ ունի։ Հա մեկը նույն ծրագիրը Իր համար կապ չունի։ Okay, Ինքը ստորագրել է։ Մենք ձեր պաշտոնավոր չենք, որ մենք դեպուտատ եք ուզում Բրավո, դառնալ։ բրավո։ Մենք դե լուրջ ուզում Մենք ասել ենք Օրինակի համար։ Բարը մշտապար։ մենք նաև հայտարարություն ենք արել, որ այդ ուժերի մեջ եթե հանկարծ մարդիկ կլնեն, որ մտածեն, որ մենք Նիկոլի պրոյեկտն ենք, ապա մենք երկուսով вообще չենք առաջադրվում։ Մենք այդ գծենք էդի։ Հասկացանք, չէ՞, այսինքն մեր նպատակը ազգային ժողովը մտնելը չի, մենք 6 տարի այնտեղ Գուլյատ են գարել։ գուլյատ չենք արել, կռիվ ենք տվել, մենք կոնկրետ երկուսով ներքին ընդդիմություն ենք եղել, դրա համար էլ մեզ վռնդել է։ Բայց թրջում է դեռի մաղավնի Քամուդեմ կրվելով իմ անգին Ու ինչքան էլ բջիջ արքամին Նա գիչնի քո կնքուշ ձեռքերին Քո ձեռքերին գիչնի սպիտակ իմ աղավնին Իմ միակ իմ անգին Քո ձեռքերին գիչնի սպիտակ իմ աղավնին Իմ միակ իմ անգին Ուղղակի ասարեն ասացի մեջ ուրիշ նյուանս կա, մենք չենք ուզում մեր կուտակած այսքան դիտելիքները ջուրը թափենք էտա, որովհետև Մենք ինչ-որ անցան ենք, կարեց խաղում եք իհարկե, հետանեսի որ այդ կողքից եք եկել, մենք վերջն եք, հոտանուտի մեջ ենք, չէ, իսկապես այդ ուրիշ է, օրինակի համար թող չնեղանան ջարները, ընդեղ անես նյուանսներ ալինում, որ շատ կարևոր բանը, մի հոգին էլ կարվա շատ բան փոխի։ Ուրախ եք, սեսյում արել։ ժամկած Ուրա մեր բանաստեղծը։ Բանաստեղծը։ Հոգունել է։ Արի բանաստեղծը։ Մենք մի կողմից ենք։ Դրական հաջող է։ Պոեզիան ուրիշ է։ Ես մյուս անգամ իմերը կբերեմ դիտարը։ Լազարես լավ է, չի հալասնում գոնե։ Ապա մի հատ 3 պետք է ընտրեն, մի հատ 10, չէ՞։ Թե չէ։ Երկու ցուցակա, տեսեք, որ տենց որոշեցիք։ Հա։ Մի հատ 3, մի հատ 10։ Պետք է որ գիտան սաղին ինստրուկտաժ կանենք, երկու թերթի կտանք մեկի վրա կգրենք, որովհետեւ հեսա համեք ասենք, էլի։ Բայց դրանից առաջ իրանք հնարավորություն են ունենալու ենթադրենք կանդիդատների հետ ծանոթանալու։ Անձնապես։ Չէ։ Չաթում գցելու են, սարանը որ գցել չաթում, պլյուս այդ չաթում հեսա կսկսենք վիդեոներ։ Որտեղ լիքը մարդ կան, որ Վիդեո չգիտեն տանենք ասում ասեմ, ոչ ոչ մեկ։ Դրա թերթիկում համար 28։ Արա, դե համարները բայա բաժնվել։ Դրանց են այսօր Ներքին կարոզարշավ չենք։ Ավտոբուսով։ Էդելու, հա, ու ավտոբուսում ամենեք իրանը կարասել է։ Այլև պերաշկիներ բերել կարվել դրան։ Լավ էլի։ Մի հատ պերաշկի կար հավեսում, Բայց հետո բարաբար։